Սիրելիներս, նայեք տեսեք ինչ լավ եղանակա, մաքուրոտ, քիչ սառը, բայց հաճելի սառն է, մաքուրոտ, սիրելիներս։ Սա էր մեր թութակը, երևի ինչքան ժամանակա չեք տեսել, որ միշտ ճվճվոց է գցում, տանում են բան դարկում սրան, իմ աշխատանքն անում, նոր բերում, շատ լաչար թութակա։ Սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, սիրելիներս, այսօր օրը շաբաթ է, օր լինի բոլորիս համար, բոլորիս տներում, համերաշխ լինենք մեր ընտանիքներում, ներող լինենք մեր ընտանիքներում, սիրելիներս չմոռանամ սկզբից հիշեցնել, չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, ամենակարևորը զանգակ կոճակը, սիրելիներս, որ ավելանանք։ Շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սիրելիներս, ինչ ասեմ, ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր թորմուհին իմ տունն է, մեր գյուղական փսալին ենք պատրաստելու։ Որոշ գյուղերում ասում էին սալի, իսկ մենք ասում ենք փսալի։ Հիմա դա ենք պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան, դե գնացինք, այս ջուրս էլ արդեն սառը, մի քիչ տաքացնեմ, նոր շարունակենք։ Ջուրն էլ տաքացրիք, սիրելի հետևորդներ ջան, աղիցանում, մեկ պատրունց, պատրունց չէ, լիքո մեր ալյուրին համապատասխան աղիցանում։ Աղիցանեցիք, հիմա կամաց հոցելի ենք։ Ոչ մի բան պետք չի, ոչ մի բան, ջուր, աղ և ալյուր։ Ես էլի եմ իմ հոլովակներում թխել, մենք շուշուտ էլ կարոտում ես փսալի, աղն ու ալյուրը խառնում ենք իրար, փոսիկ ենք անում և ջուրը քիչ-քիչ լցնում ենք։ Ոնց որ ջուրը կարող է քչություն անի։ Այդ կողմոցս հանել էի, որ կապեմ, մոռացա։ Սովորական պինդ խմոր ենք պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան։ Որ խմորը ստացանք փափուկ խմոր, ասենք, եթե ձեր ձեռներները, ասենք, խմորոտ է, այ կարող եք մի ջուր բուսայով ավելացրել ձեր ձեռքերին ու հեշտությամբ խմորը կարող եք հավաքել։ Հիմա կթողնենք կհանգստանա, հենց սեղանի վրա էլ կթողնենք հանգստանա, այսի հենց ալյուրոտ է, սա հենց դնեմ վրա, որ չչորանա։ Ինքը չի հասունանալու, ոչ մի բան չի անելու։ Այնքան որ մի 20 րոպե հանգստանա։ Սիրելի հետևորդներ, հիմա բաժանում ենք գնդերի։ Այս ընթացքում որ չենք խոսում, մի հատ հոգևոր երգ միացնեմ։
Սելի հետևորդներ, գնդերի եմ բաժանել, հիմա այս անգամ եմ ուզում ասել, որ նոր հետևորդներում է, որոնք ինձ գրում են, որ կարող է աղանդավորս, ես աղանդավոր չեմ, ոչ մի հավատների չեմ մասնակցում, ես ինքս Աստվածաշունչը մի քիչ լրիվ չի ուսումնասիրել եմ, գիտեմ Աստված ինչ է ուզում մեզնից, և ես դա որոշ չափով կատարում եմ, ոչ թե աշխատում եմ, որ լրիվ չափով կատարեմ։ Մեկ ընդրեմ եմ արդեն։ Բայց տեսա հլավոր յուղը տանք է, դրա համար որոշեցի լրիվ գնդերը բացեմ։ Շարեմ, հետո միանգամից յուղ կսեմ իրար վրա։ Էսի վերջին գունդն է, սիրելի հետևորդներ։ Ճամիք ցամը հետո չտեքնի հիմա հենց սրա վրա է պետք է սկսեմ հավաքելը գնդերը լիստերը ոչ թե գնդերը ոչինչ, որ մի քիչ ծուրել լինի չի խանգարում սիրելի հետևորդներ, սրա գործն վերջացրեցինք, սրա նոր գործ չենք անելու, հիմա արդեն սարել է, ուրեմն ալյուր ենք խառնում, ոնց որ շփոթ լինի։ Չեքեմ այս մեկը յուղ ուտել։ Աչկա չափով պետք է սարքենք 3 4 Պետք է ասեմ, որ սիրելի հետևորդներ ջրիկ պետք է չլինի, որ ջրիկ եղա կծորա։ Ինչ կթար չբերեմ, դեռ աչքով ալյուրը չեմ մաղում, որտեղ մաքուր ենք։ Էս էլ չէ, խմորի գնդերը մեծացնում է, խոշորացնում է ավելի։ Սա որ պատրաստ լինի, շփոթը ցույց կտամ ես։ Չէ, սա ջրիկա, դա է ջրիկա։ Մի քիչ եմ պետք։ Երևի ես այս չափը արդեն հերիք կլինի։ Այս ալյուրը գիտեք, չէ, մեր Երևանում ապրողների եմ ասում, ինքը բարձր որակի ալյուրը։ Շերտավոր խմոր պատրաստելու համար այս ալյուրն է պետք օգտագործենք։ Շաքարավազը սրա վրա սրա հետ չենք խառնում, սիրելի հետևորդներ, վրան ենք շախտալու։
լավ խառնում ենք, որ բուն չմնար։ Դե շատ չզբաղացնեմ, սելի հետևորդներ, դե նայեք, այս հադրությամբ պետք է լինի, այս հադրությամբ, որ չծորա։ Հիմա սկսենք լիստերը կպցնել, դե հիմա լիստերը կպցնելու են, այս կողմից տնեմ, որ լավ երևա։ Երկու գթալը հերիք է։ Չէ, մի գթալին են ավելացնում։ Շաքարավազ եմ ցանում։ Մյուս լիստ ենք դնում վրա։ Սա շաքարավազ ենք ցանում։ Սա ես ասում եմ նոր իմ հետևորդների համար, սիրելի հետևորդներ, իմ համերը բոլորը գիտեն, ու սենց հավաքում ենք, կողքերներ ենք փակում, որ չծորա, սենց երկու հատով ենք անելու, որ հեշտ լինի, հավաքելներ հեշտ լինի, փոքր ենք շերտեր անում, որովհետև թխելու բանը թավայի մեջ ենք անելու, իսկ գյուղերի ժամանակ փեչի վրա են պատրաստում, լիստերը մեծ էինք սարքում, լավ կպցնում ենք այս եզրերը, որ չբացվի։ Հիմա սա ինչ ենք անում, սա մեջից կտրելու ենք, այսից կիսելու ենք, սիրելի հետևորդներ ջան, ու այս կողմից փակելու ենք բերանը։ Տեսեք գունդը ինչքան մեծացավ։ Սովորական գնդից մեծացավ։ Ու դնում ենք, շարում ենք ստեղ։ Այս նույնն ենք անում է, այս նույնն ենք նենց եք փակում, որ խորիզը դուրս չգա մեջից։ Այս էլ սրա խորիզն է, էլի։ Սովորական գնդից մի քիչ մեծացավ։ Դե մնացածներ ես կպատրաստեմ, հետո թխելուց կմիանանք, սիրելի հետևորդներ ջան։ Որ մեր սեղինները թխենք։
Հիմա բացում ենք։ Գլով բացում ենք։ Հիմա պատարակարով ուզորներ եք տալիս։ Շատ հաստ չեք, ոչ շատ բարակ են բացելու, ոչ էլ շատ հաստ։ Սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ որ ես պատարակարով նախշեր եք տալիս, քիչ էլ հենց արեք ծակի, որ հետո չբացի։ Մենք տաքացել է։ Տեղավորում ենք մեր թավայի մեջ։ Ասենք, որ ասենք բան ունենանք, այդ շաջա կոչվում է, այդ շաջից որ ունենանք դնենք ավելի հեշտ կրնի, լիստերն ավելի մեծ կրնի, բայց որ չկա, ինչ անենք, բավարարվելու եք սրանով։ Կետրոնով դրած։ Հաջորդը կբացենք։ Սիրելի հետևորդներ ջան, դե արդեն թխել պատրաստել եմ։ Մոտիկից նայեցեք, տեսեք։ Ինչ լավ է ստացվել։ Շերտերը հաստ։ Ասինքն շատ հաստ չէ, էլի ոչ հաստ է, ոչ էլ բարակ, էս վերևի շերտն է։ Դնեմ, որ ավելի ցանոթ շաքարավազը հալվի։ Շատ համեղ է ստացվել, ուղղակի տակա հնարավոր չեմ կտրում։ Սիրելի հետևորդներ ջան, հա, ինչ եմ ուզում ասել։ Դե ովքեր որ չգիտեն, ովքեր չեն պատրաստել, կարող են պատրաստել, դժվարություն չի։ Ընդհանրապես սա մեր Շամշադենի ժողովրդի
Այն հին ժամանակներում տոնական խմորեղեն ա եղել։ Նոր տարունել են պատրաստել, տուն հյուր են գնացել, պատրաստել են առաջներում այդքան գաթաբան չէին թխում, հետո գաթանել սկսեցին թխել խմորեղենները։ Դե սիրելիներս չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը։ Ձեզանից շատ շնորհակալ եմ լավ մեկնաբանությունների համար, գեղեցիկ խոսքերի համար։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ նվագից, ցույց ձեզ։